Ոսկրային որոշ վնասվածքների դեպքում տեղադրվում են մետաղական իմպլանտներ, որոնք մարդու օրգանիզմում մնում են մինչև կյանքի վերջ։ Ժամանակի հետ դրանք մաշվում են, ինչն էլ բերում է կյանքի որակի վատ թարացման։ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտնականներն առաջարկում են մետաղականը փոխարինել կենդանական ծագման իմպլանտներով։ Մենք որպես հումք օգտագործում ենք կենդանական ծագման հիդրոքսիապատիտը, որը հանդիսանում է հենց մարդու ոսկրի բաղադրության մեջ հանդիսացող նյութ։ Ամբողջ իմաստը նրանում է, որ այդ իմպլանտները տեղադրվելով օրգանիզմում ժամանակի ընթացքում քայքայվելու են եւ փոխարինվեն նոր ոսկրային հյուսվածքով։ Կերամիկական փոշին եւ պոլիմերները խառնելով գիտնականները ստանում են մածուցիկ հեղուկ նյութեր, որոնք օգտագործվում են եռաչափ տպագրության մեջ։ Այդպես արտադրում են անհրաժեշտ իմպլանտները, սակայն դրա որակական հատկանիշները դեռևս պետք է լավարկել, ուստի այս գաղափարն ակտիվ հետազոտական փուլում է։ Արդեն ունենք պատրաստի նմուշներ, որոնք հետազոտվում են արդեն կենդանիների վրա եւ հաջորդ փուլը պետք է փորձենք արդեն կլինիկական նաեւ հետազոտություններ անենք։ Նախագծի շրջանակում Երևանում են իսպանացի պրոֆեսորները, որոնք մասնագիտացած են կերամիկայի եւ դրանց խառնուրդների պատրաստման մեջ։ Աշխատաժողովին իրենց փորձն են փոխանցում հայ գործընկերներին, համատեղ սինթեզում ուսումնասիրում են կերամիկական նյութեր, եռաչափ տպագրություններ կատարում։ Իսպանիայում նյութագիտությունը բավական զարգացած ուղղություն է։ Վերջին տարիներին մենք ունեցել ենք հաջողություններ եռաչափ տպագրության տեխնիկաների մեջ, որոնք կիրառվում են տարբեր ոլորտներում։ Կերամիկայի ուղղությամբ ավելի դանդաղ ենք առաջ գնում։ Կան որոշ դժվարություններ։ Հայաստանցիների հետ աշխատելը հեշտ է, քանի որ մենք եւ հայերը շատ նման ենք, շուրջ 20 տարի գործակցում ենք եւ կարող եմ ասել, որ նրանք գործընկերներ չեն, այլ ընկերներ։ Ուրախ եմ, որ փորձի փոխանակման եւս մեկ հնարավորություն ունենք։ Կազմակերպիչների խոսքով պրոֆեսորների այցը կօգնի հայ գիտնականներին ամրապնդել հմտություններն ու հետագայում որակյալ նմուշներ պատրաստել։ Ծրագիրը ֆինանսավորում են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն եւ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը։ Արամ Մարանդյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։